Ողջույն, գործարար ալիքի եթերում 2X հաղորդաշարն է եւ ես Մանե Բարեղամյանն եմ։ Ու այսօր զրուցելու եմ Իմոնք բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աննա Հովանեսյանի հետ։ Ողջույն Աննա ջան։ Ողջույն Մանե ջան։ Ո՞նց եք։ Մի քիչ հոգնած, բայց լավ։ Ես տեսնում եմ ձեր ակտիվ, հանրային, հասարակական գործունեությունը ու կարծում եմ, որ մտահոգ քաղաքացիներից շատերն են տեսնում, շատերն են ձեզ հետևում եւ բնավ նաեւ տեսնում են այն ազդեցությունը եւ իրական օգտակարությունը, որը դուք ունենում եք հանրային մասշտաբներով, որի համար ես ուզում եմ առանձնահատուկ ձեր շնորհակալություն հայտնել, բայց ուզում եմ այսպես ավելի մի քանի տարի, առաջվանից սկսենք, թե ինչպես սկսեցիք Իմոնք բարեգործական հիմնադրամի գործունեությունը եւ ինչպես որոշեցիք սկսել առհասարակ բարեգործական ոլորտում գործունեություն ծավալելը։ Շնորհակալ եմ Մանե ջան, լավ խոսքերի համար։ Ես միշտ ասում եմ, որ այն բոլոր լավ խոսքերը, որ ինձ են ուղղում, ես դա փոխանցում եմ հազարավոր մարդկանց, որոնց շնորհիվ ես այսօր այն տեսակն եմ, որը որ կամ, այսինքն իմ ցանկացած լավ գործ դա արվում է բացառապես լավ մարդկանց շնորհիվ։ Իմոնք բարեգործական հիմնադրամը որպես կառույց արդեն 2 տարեկան է, բայց իմ բարեգործական ուղին կներեք, իմ բարեգործական ուղին սկսվել է դեռևս 2020 թվականին։ Չարաբաստիկ պատերազմից սկսած, երբ որ ես որպես Աննա ուղղակի որոշեցի, երբ պատերազմը սկսեց, որոշեցի, որ պետք է մեկնեմ Արցախ, օգնեմ իմ եղբայրներին այնտեղ, ինչով որ կարողանամ, ու այդտեղից սկսվեց իմ բարեգործական ուղին։ Նոր դրանից հետո երևի 1.5 տարի անց ես արդեն սկսեցի ուղղությունը փոխել բարեգործության դեպի բալիկների, այսինքն ամբողջովին կենտրոնացա բալիկների կյանքը փրկելու հարցում։ Քանի որ մենք հաղորդման շրջանակում խոսում ենք կանանց առաջնորդությունից, ես ուզում եմ խորանանք ավելի այսպես ակունքներ ու հասկանանք, թե ինչ է զգում կինը պատերազմ մեկնելուց, որովհետև տեղից պատերազմի этаպը 2020 թվականը դա շատ ծանր этаպ էր ամբողջ հայազգի համար եւ կարծում եմ, որ մինչեւ հիմա էլ շատերս դեռ չեն կարողացել հաղթահարել այդ պատերազմի եւ պարտությունը եւ պատերազմի շատ գերեմոցիոնալ հոգեհուզական վիճակը եւ բոլորիս վրա ինչ որ ազդեցություններ է թողել, բայց հետաքրքիր է ինչ է զգում կինը, երբ մեկնում է պատերազմի դաշտ։ Գիտեք, երբ ես զանգեցի իմ բժիշկ ընկերոջը, որի հետ մեկնել եմ պատերազմ, այդ պահին չեմ կարող ասել ինչ էի զգում, բայց ինչ որ անիրական հայրենասիրություն ու հայրենատիրություն էր իմ մեջ առաջացել։ Ես միշտ եմ շատ հայրենասեր եւ հայրենատեր եղել, բայց այդ պահին ավելի էր սրացել, ավելի էր խորացել ու ես անդադ պատերազմից հետո վերլուծում եմ, որովհետեւ իմ մեջ պատերազմը չի ավարտվել, այդ ցավը չի ավարտվել ու վերլուծում եմ, թե ես ինչ եմ այն ժամանակ զգացել, բոլոր էմոցիաներս անջատվել էին։ Ես ունեի հստակ մեկ նպատակ՝ գնալ տեղում օգնել մեր տղաներին, մեր աղջիկներին, իմ երկրին, ու այդ ժամանակ ոչինչ չէի զգում։ Բնականաբար ինչ որ վախ ունենում ես, երբ որ կողքիդ մի քանի 100 մետր են կողմ արկեր են պայթում, կամ տեսնում ես այն սարսափը, չեմ ուզում եթերում հիմա դա ասել, որը տեսնում ես, ինչ որ վախ, բայց այդ պահին չգիտեմ, չեմ կարող ասել ինչ էի զգում։ Մի օր մի բալիկ ինձ հանդիպման էի հարցեց, իսկ դուք չէիք վախում, որ գնում եք պատերազմ։ Բնականաբար ասեցի, ցանկացած մարդ, ով իրոք գնացել է պատերազմ, անհնար է չվախենա, որովհետև պատերազմը շատ վախենալու բան է, ինչքան էլ դու ասենք շատ դուխով լինես, խնդրում եմ այս բառը չքաղաքականացնենք, բայց դու շատ վախենում ես, հա, այսինքն երևի կարող եմ ասել այդ վախի զգացողությունն է նաև, որ ասենց իմ մեջ տպավորվել է, բայց դա ինչ որ պահերի էր գալիս գնում, ուղղակի երևի սենց ռոբոտացած մենք գնում գալիս էինք ու ես ձեզ մի բան ասեմ, պատերազմի դաշտում չկա աղջիկ տղա հասկացողություն, կին տղամարդ հասկացողություն, այնտեղ բոլորը մի մարմին են,
Այնտեղ ոչ մեկ չի նայում, որ դու աղջիկ ես, ոչ մեկ չի նայում, որ դու տղա ես, այսինքն դու եկել ես պայքարես քո հայրենիքի համար։ Չգիտեմ, շատ բարդ է, իսկ հիմա ինչ եմ զգում, հիմա բացի ցավից ուրիշ ոչ մի բան չեմ զգում։ Ու արդեն տարիներ շարունակ։ Ինչ որ կերպ փորձում եք ցավի հետ, չասեմ հաշտվել, որովհետև հասկանում եմ, ցավը այդպիսի բան չի, որի հետ հաշտվես։ Բայց գուցե եւ ինչ որ տարբերակներ կան ցավը ընդունելու համար, որովհետև մենք ի վերջո ապրում ենք, շարունակում ենք գործել, շարունակում ենք օգուտ տալ, հատկապես ձեր գործունեության պարագայում դուք ամեն օր հանրային օգուտ եք բերում երեխաների առողջության տեսանկյունից։ Ինչպես եք այդ հաղթահարումը կամ ընդունումը ձեր մեջ անցել։ Պատերազմից հետո ես օգնում եմ երիտասարդների, հետո մի հատ շատ հայտնի դեպք եղավ, որից հետո ես բավականին մեծ հիասթափություն ապրեցի եւ որոշեցի, որ այսուհետ օգնելու եմ միայն երեխաների ու հասկացա, որ հենց բալիկներին օգնելով ես այսքան տարի սովորեցի ցավի հետ ապրել։ Ինչքան էլ դու շատ ծանր աշխատանք ես անում, հա, երբ որ քեզ դիմում են հիվանդ բալիկի համար, հատկապես երբ որ շատ վատ ախտորոշումներ են լինում, հիվանդությունների ու դու կարողանում ես այդ գումարը հավաքել եւ հասկանում ես, որ եւս մեկ բալիկի շանս տրվեց, որ ինքը կարողանա ապրի, այդ ժամանակ իմ մոտ ինչ որ մի հատ գերբնական ուժ է գալիս ու ես հասկանում եմ, որ ես իրավունք չունեմ հանձնվելու եւ պետք է առաջ գնամ։ Ինչքան էլ որ ներսս անդադ ցավ լինի, ինչքան էլ որ տխրեմ, ինչքան էլ որ դեպրեսիաների մեջ ընկնեմ, ինձ թվում է հիմա Հայաստանում ցանկացած գիտակից մարդ եւ դեպրեսիայի մեջ է եւ ցավի մեջ է եւ բացի դա այն հանրային վստահությունը, որ ես կարողացա այս տարիների ընթացքում ձեռք բերել հազարավոր մարդկանց կողմից, դա ինձ շատ մեծ ուժ է տալիս։ Հանրային վստահության հակառակ կողմում ատելության խոսքն է, սպառնալիքներն են, ֆեյքերն են։ Ես կարծում եմ, որ դա իրականում դժվար է ատելության խոսքի հետ համակերպվելը կամ անընդհատ կարդալ մեկնաբանություններում հայհոյախառը արձագանքներ ու դրանից չնեղվել, անկեղծ կլինեմ, դա ոնց է հաղթահարում։ Մանե ջան, ես ունեմ ոնց եւ բոլոր մարդիկ շատ լավ կողմեր եւ շատ վատ կողմեր, հա, բայց այդ եւ լավ կողմերը եւ վատ կողմերը վնասում են բացառապես ինձ, այսինքն ես այն մարդը չեմ, որ կարողանամ ինչ որ իմ վատ կողմերով վնասել կողքի մարդկանց։ Ու երբ ես դարձա հանրային մարդ ու նաև որ ասում եմ մեդալի հակառակ կողմը սկսեց նաև գործել, հատկապես երբ ես սկսում եմ հայրենասիրական եւ հայրենատիրական հրապարակումներ գրել, այս ֆեյքերի ու տարատեսակ մարդկանց վատ մեկնաբանությունները գալիս են, ի սկզբանե շատ ծանր է տանում, անկեղծ, որովհետեւ ասում են լավ Ինչքան էլ ես ունենամ վատ կողմեր եւ այլն, բայց հանրության համար ես լավ մարդ եմ, այսինքն ես մարդ եմ, ով այլ մարդկանց շնորհիվ փոքրիկների է օգնում։ Ինչի են ինձ նման բաներ ասում, բայց հետո հասկացա, որ այդ խնդիրը իմ մեջ չի։ Այսինքն այդ վատ բառերը, որ գրում են հաճախ, իհարկե այդ վատ բառերի կողքին կան հազարավոր օրհնանքներ ու շնորհակալություններ, բայց ամեն դեպքում դա այդ մարդկանց ներսի կներեք ես բարիս համար, բայց թույնն է։ Այսինքն մարդը ինչքան չկայացած ու չար է, որ ոչ թե հակադարձի քո ունեցած կարծիքին կիրթ ձևով, այլ իր ամբողջ ներսի թույնը թափում է հատկապես կանանց կողմից, որովհետև հիմա ինձ վատ մեկնաբանություն գրողների 90%-ը դա կանայք են։ Այն 50+, իհարկե ոչ բոլորը թող ինձ ներեն 50+ տարիքի կանայք, բայց այն 50+ տարիքի կանայք սարսափելի են։ Ու ես հասկացա, որ դա գալիս է իրանց դժբախտ կյանքից։ Երբ որ իրենք չեն ունենում իրենց սեփական կյանքը, երբ որ իրենք լինելով հայ մայր, չգիտեմ, ուղղակի հայ կարող են վիրավորել մարդուն ամենավերջի բառերով, զուտ նրա համար, որ ինքը այս կամ այն կարծիքը չունի, տարբերվում է իրենց կարծիքից ու ես սկսեցի շատ թեթև տանել։ Մոտ մի 2 տարի արդեն ես առհասարակ ոչ մի բանի տեղ չեմ դնում, ընդհակառակը շատ հաճախ նաև հումորով եմ պատասխանում այդ մեկնաբանություններին, հաճախ էլ ասում եմ Աստված օրհնի ձեզ, որովհետև ես շատ աստվածավախ
մարդ եմ եւ շատ հավատում եմ Աստծուն ու գիտեմ, որ ինչ էլ լինի, անգամ եթե երկրային կյանքում պատասխան չտանք, երկնային կյանքում հաստատ պատասխան ենք տալու։ Ու առիթից օգտվելով, վստահ եմ, որ այս եթերը նաև այդ ֆեյքերն են նայելու, այդ վատ մեկնաբանություն գրողները, դուք ընդհանրապես իմ վրա չեք կարող ազդել, որովհետև ես արդեն բավականին տարիներ կայացած մարդ եմ ու ինձ չի կարող կպնել այն խոսքը, որը թույնով դուրս է եկել ձեր ներսից։ Սովորում ես ամեն ինչի հետ, սկսում ես ոչ թե համակերպվել, այլ ապրել։ Ես ընդունում եմ, որ իրենք տարիներ շարունակ դեգրադացվել են, իրենց այդ փոքր քառակուսի կյանքից դուրս չեն եկել, երբեք չեն ճամփորդել, երբեք չեն գնացել ուղակի նստել բնության մեջ եւ նայել երկնքին։ Հիմա կասեք ոնց կլինի, բայց այդպես է, եթե մարդը իրան կարողանում է թույլ տալ ուղակի գնալ մի ժամ նստել անտառում նայել երկնքին, այդ մարդը չի կարա չար լինի, հասկանում եք, բնության մոդ մարդը, իրանք ուղակի այդ իրանց նեխած շրջապատում եւ նեխած տանը ապրելով, շատ հեշտ է Facebook-ում մեկնաբանություն գրելը կամ Instagram-ում, բայց նաև շատ հետաքրքիր բան կա, երբ որ այդ մեկնաբանություն գրողները իրական կյանքից են լինում, դու գնում ես իրենց դեմը կանգնում ես, իրենք երբեք չեն կարողանում դա ասել։ Ես ունեցել եմ դեպքեր, երբ որ վիրավորել են իմ ընկերներին, ու ես գտել եմ այդ մարդկանց ու գնացել եմ ասել եմ դե հիմա ասեք, իրանք չեն կարողանում ասել։ Իրանք խղճանում են, կներեք այդ պահի ազդեցության տակ ենք եղել եւ այլն։ Ինչ նեղանաս այդ մարդկանցից կամ ինչ վատ ասած, երբ որ մարդը չի կարողանում իր խոսքը պահել։ Սովորաբար մենք մեր հաղորդաշարի ընթացքում խոսում ենք, թե ինչպես են կանայք լավ գործեր անում, ինչպես են իրար օգնում, բայց քանի որ ինքս էլ կանանց ոլորտում եմ հնարավորինս ակտիվ գործունեություն ծավալում, շատ լավ գիտեմ այդ ամեն ինչի հակառակ կողմը եւ նաեւ հիմա որոշել եմ ավելի հրապարակային խոսել եւ բարձրաձայնել այն ամենամեծ խնդրեմը, որ կանայք են խանգարում կանանց։ Սա ցավալի փաստ է, բայց արդեն բոլորս էլ համոզվել ենք, որ ես անձամբ 5 տարի է բիզնես գործունեությամբ եմ զբաղվում, բան չունեմ ասելու, բիզնեսը դա առանձին այսպես ոլորտ է, շատ ժամանակ քո գործերի մեջ մարդիկ չեն խառնվում, ինչ որտեղ նաև կոնկուրենցիան չկա կամ շատ քիչ է, բայց ռեալ խնդիրը հիմա մենք դա համամարտկային խնդիր է, մենք տեսնում ենք, որ այսօր կանանց խանգարում են միայն ու միայն կանայք, գուցե լինեն տղամարդիկ, չենք բացառում, հա, այդ հնարավոր տոկոսը չենք բանանում, բայց լավ, ոնց անենք, որ մեր կյանքում մեր կանայք մի փոքր փոխվեն, մի քիչ ավելի լավը դառնան, ավելի դրականը լինեն։ Ես հասկանում եմ ինչ խնդրի մասին եք դուք ասում, հա, որ շատ ժամանակ կանայք չունեն իրենց անձնական կյանքը, չունեն իրենց հոբիները, իրենց սիրելի զբաղմունքները, իրենք չունեն տեղ, որտեղից կարող են գոնե մի փոքր սնվել, իրենց սնել բարի գործով, բարի էմոցիաներով, հետո որ կարողանան այդ բարին հակառակ ձևով աշխարհին տալ։ Ոնց եք այս հարցի, այս խնդրի խնդիրը տեսնում։ Գիտեք, իմ շրջապատում միշտ ասում են դու շատ sense ժողովրդի մարդ ես ու ես միշտ փորձում եմ բոլորի հետ անգամ եմ վատ խոսացողների, եթե ռեալ կյանքում հանդիպում եմ, մատ նստեմ, խոսեմ, հասկանամ ինչն է խնդիրը ու երբ որ շատ դեպքեր են եղնում դու այդ մարդկանց հետ խոսում ես, հասկանում ես, որ լավ 10-ից 2-ին եթե կարողանաս փոխես, շատ լավ է, բայց մնացածին դու չես կարող այլևս փոխել, որովհետև դա պետք է արվի շատ ավելի վաղ ժամանակներում, քան հիմա, այսինքն կրթությունը մարդու համար շատ կարևոր բան է։ Մենք մի դասախոս ունեինք, ես մանկավարժական համալսարանն եմ ավարտել Վանաձորի, ինքը ասում էր, անգամ եթե չեք սովորում, բայց գոնե բուհի այդ դրան բռնակը բացում եք, ներս եք մտնում, դուք արդեն տարբերվում եք անկիրթ մարդուց։ Ես բնավ չեմ ուզում վիրավորել են մարդկանց, ովքեր բուհ չեն գնացել, կամ բազմաթիվ մարդիկ, ովքեր բուհ չեն գնացել, բայց շատ ավելի խելացի են, հա, բայց այդ բացառությունների մասին չխոսենք, այսինքն պետք է սկսել շատ վաղուց։ Կրթությունը շատ կարևոր է։ Իհարկե մենք անում ենք տարատեսակ ծրագրեր կանանց եւ աղջիկների համար, հեսա ընթացքում դրան է կանդրադառնամ, հա, բայց իմ կարծիքով, եթե դու չես կարողանում մարդուն ուղակի խոսքով փոխել, քո տեսակով ինչ որ ձևով օրինակ ծառայել,
բարություն տալ, բարություն ստանալ, հա, այսինքն հասարակ մի բան, երբ որ դու փողոցում քայլում ես, դեմդ մարդ է դուրս գալիս, ժպտում ես, այդ մարդը անկախ իրանից քեզ ժպտում է, ասենց ինչ որ պահի տակ լույս է գալիս, հա, բայց երբ որ դու ժպտում ես, այդ մարդը շարունակ քեզ սենց ունքերը կիտած նայում, հա, դու հասկանում ես, որ այս մարդիկ ոչ մի բան չի կարող այս մարդկանց օգնի։ Նույնն էլ էս պարագայում էս կանանց հարցն է, հա, եթե մարդը ամբողջ կյանքի ընթացքում սովորել է, որ ինքը պետքա լինի նախանց, չար, վատը, այդ մարդը չի կարա փոխվի։ Բացառապես այն դեպքում ես քիչ առաջ որ խոսում ենք, ասեցի, որ շատ խիստ մարդ եմ։ Եթե այդ մարդու նկատմամբ չկիրառես ինչ որ պատժամիջոցներ, բայց դա պետք է արվի պետական մակարդակով, այսինքն նույն այդ ատելության խոսքի համար պատժել։ Երբ որ մարդը իմանա, որ պայմանական աննային հիմար գրելու համար ինքը 500,000 դրամով իրոք կտուկանվի, այդ մարդը այնքան չի անի, մինչև դա կդառնա իր համար սովորական։ Կամ կսկսիր խոսքերի եւ մեկնաբանությունների մեջ գոնե զուսպ լինել կամ Դե հա, գոնե մի փոքր adekvatություն։ Ես մեկ է մտածում եմ, որ լավ, եթե դու մարդուն չես ճանաչում, ինչպես կարող ես մտնել ու անգամ ազդեցության տակ նման անհիմն վիրավորանքներ կրել։ Ես այդ վիրավորանքների թեմայի հետ մի քիչ չեմ հաշտվում։ Դա անարդարա, բայց դա ցավոք շատ մասսայական բան է դարձել հիմա։ տարիներ շարունակ ես իմ հայերին ու Հայաստանը շատ սիրում եմ, դա բոլորը գիտեն, հա, բայց եկեք ընդունենք, որ մեր ազգի մեծամասնությունը տարիներ շարունակ մեծացել է եւ իրան սերմանել են այն գաղափարը, որ մենք աշխարհի ամենալավ ազգն ենք, աշխարհի ամենակիրթ, չգիտեմ ինչ ազգն ենք, ու այդ մեծամտությունը այդ ամեն ինչի սկզբանե սերմանել է մեր մեջ։ Բայց չէ, ժողովուրդ ջան, մենք պետքա առերեսվենք իրականության հետ, մենք աշխարհի ամենաուժեղը չենք, մենք աշխարհի ամենալավը չենք, հա, ես որպես հայ բնականաբար գիտակցում եմ, որ իմ ազգը ամենալավն է, բայց դա բարձրաձայնել ու ցույց տալ, որ գիտեք մեզնից են կողմ չկա, շատ սխալ է։ 30 տարի գոռում ենք, մենք ամենաուժեղն ենք։ Եղավ այն ինչ եղավ։ Այսինքն, երբ որ քեզ անդադ այդ ստերով համեմում են, դու այդ իրականության զգացողությունը կորցնում ես։ Ու սկսում ես, կա չէ, տենց բան, ասում այնքան սուտ ես խոսում, մինչև սկսում ես այդ ստին հավատալ։ Մենք պետք է ի վերջո հասկանանք եւ դնենք մի կողմ մեր մեծամտությունը ու սկսենք աշխատել մեր վրա։ Ամեն մեկս պետք է սկսենք մեզնից։ Ինձ որ պատերազմի ընթացքում ասում են, հա բայց դու աղջիկ ես, ինչ ես դու գնում կան լիքը, ասում են, եթե ես չգնամ, բա ով գնա։ Կամ ասում են, էս ինչ տեղը որ գնում ես, հա դե 1000 մարդ կա, դու մեկն ես, կարաս չգնաս, ասում են, ժողովուրդ ջան, եթե այդ 1000-ն էլ այդպես մտածի, ինչ կլինի։ Եկեք ամեն մեկը սկսենք մեզնից։ Ես իմ ընկերների հետ միշտ խոսելուց դա ասում եմ։ Իմ շրջապատում խոսելուց միշտ ասում եմ, երբ որ մենք կհասնենք նրան, որ ամեն մեկս մեր հետ կնստենք, կխոսենք, ինքներս մեզ կբացատրենք ու կգանք այն համոզմունքին, որ փոփոխությունը եւ ամեն ինչ սկսվում է մեզնից, գուցե եւ մի օր կարողանանք հաղթել ամեն ինչ, բայց ինձ թվում է դա շատ ուշ կլինի, շատ, երևի մի քանի սերունդ պետքա փոխվի, որ ուզում եմ անդրադառնանք լորին։ Շատ ժամանակ մարդիկ դե խոսում են մարզերից, մարզային կյանքից, նաև այդ մեկնաբանություններում, չէ, այդպիսի միշտ ամպագորգոր բաներ են հնչում, որ դու գնա, ապրի, իմացի, ճանաչի եւ այլն։ Հատկապես նման մեկնաբանություններ ես շատ ստացել եմ Արցախի դեպքերի հետ կապված, որ ուզում ես Արցախը փրկել, գնա, Արցախում ապրի եւ այլն։ Հիմա այնպես է ստացվել, որ դուք ապրում եք Լորիում, ապրում Վանաձորում, մարզային կյանքում, շատ ակտիվ, շատ լավ գիտեք ինչ է նշանակում մարզում ապրել, մարզային խնդիրներից եք շատ լավ տեղյակ, ծանոթ։ Իհարկե, հա, Վանաձորի եւ Լորվա մարզի բնությունը դնենք մի կողմ, դա մի ուրիշ, այսպես չնաշխարհիկ իրականություն է, բայց վստահ եմ այնտեղ են խնդիրները բազմազան եւ բազմաթիվ։ Հետաքրքիր է Լորիում ապրելը, ինչպես դուք դա որպես առավելություն, հա, ձեր համար կներկայացնեիք։
ինչով եք ուրախ, որ դուք լոռիում եք եւ ինչ կողմեր կան, որոնք ձեզ շատ ցավեցնում են, ջղայնացնում են եւ ինչը կփոխեիք այնտեղ։ Գիտեք, ես արդեն 39 տարեկան եմ ու բավականաչափ ճամփորդել եմ։ Այս տարի եւս 2 երկիր էի գնացել ու արդեն դարավ 30 երկիր, որ ես այցելել եմ։ Այդքան էլ քիչ չի, էլի։ Ու ճամփորդելով շատ, անընդհատ գալով Երևան ու տարբեր քաղաքներ, միևնույնն է, ինձ համար Վանաձորում եւ Լոռիում ապրելը դա մի ուրիշ հպարտություն է։ Այսինքն ես ունեցել եմ բազմաթիվ առաջարկներ եւ աշխատանքի եւ արտերկրում մնալու, բայց ես միշտ մերժել եմ։ Ես հետ եմ եկել Վանաձոր, որովհետեւ իհարկե ես Երևանում եմ ծնվել, հետո մի քանի օր հետո ինձ տեղափոխել եմ Վանաձոր, բայց ես իմ ծննդավայրը համարում եմ Վանաձորը, Վանաձորի օդու ջուրը, Վանաձորի ամեն ինչի համար ես գժվում եմ ու դա ինձ համար միանշանակ մեծ առավելություն է, չնայած ես վերջերս շատ եմ մտածում Վանաձորից գնալու մասին, ուզում եմ տեղափոխվեմ, չգիտեմ Աստված ոնց կկամենա, բայց երբեք դժվարություն չեմ ունեցել ու ինձ վատ չեմ զգացել, որ ես մարզից եմ ու շատ հպարտությամբ եմ դրա մասին ասել, ավելին նախքան պատերազմը ես շատ մեծ խումբ ունեի Բարի Գալուստ Լոռի, որտեղ նկարում է եւ ուղղակի բոլորին ցույց էի տալիս Լոռվա հրաշք բնությունը, հրաշք վայրեր ու շատ տուրիստներ էին գալիս։ Ամենամեծ դժվարությունը գիտեք ինչն է, էլի եմ ասում չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց երբ որ իմ ընկերները սկսեցին հերթով գնալ Վանաձորից, իմ ամենամտերիմ ընկերները, մի մասն են նաև Հայաստանից, ես հասկացա, որ իմ այս մտածելակերպով ես գրեթե մենակ եմ մնացել։ Կապ չունի ինչքան են ինձ Վանաձորում սիրում, կապ չունի ինչքան են ինձ Լոռիում սիրում, այսինքն ես որ դուրս եմ գալիս քայլելու, 20 րոպե քայլել, իմ մոտ վերածվում է 2 ժամի, որովհետև ամեն երկրորդ, երրորդ մարդը ինձ Վանաձորում կանգնացնում է, հետս խոսում է, գրկում է, ուղղակի շնորհակալություն է ասում, նույնն էլ մեր Լոռվա գյուղերում, հա, կամ այլ քաղաքներում։ Մարդիկ ինձ իրոք ճանաչում են շատ Լոռիում, բայց մեկը այդ ամեն ինչի մեջ ես հասկանում եմ, որ ես ինձ շատ մենակ եմ զգում, որովհետև իմ շրջապատի մեծամասնությունը չկա, լիքը երիտասարդներ ցավոք սրտի արտագաղթում են։ Վանաձորն էլ միշտ անտեսված քաղաք ա եղել։ Ինքը շատ հրաշք է, շատ հիանալի բնություն ունի, իր ինֆրաստրուկտուրան ամեն առումով շատ հարմար, բայց Վանաձորը միշտ շատ անտեսված քաղաք ա եղել։ Ու դրա պատճառով անընդհատ Վանաձորից սկսել են երիտասարդները գնալ, ու դու հասկանում ես, որ դու մնում ես միտեղ, որը որ շատ ես սիրում, բայց որը գնալով քո համար ավելի, չեմ ուզում ասել խորթ ա դառնում, բայց ավելի ծանր տեղ ա դառնում մնալու, որովհետև դու տեղ մենակ ես մնում։ Բայց ամեն դեպքում Վանաձորը ինձ համար եւ Լոռին իմ անքննարկելի սերն է։ Հետո գիտեք, մարզերում մտածելակերպը շատ ավելի ուրիշ է։ Այն մտածելակերպին, որը դու հանդիպում ես օրինակ Երևանում կամ այլ քաղաքներում Հայաստանից դուրս, շատ հաճախ մարզերում չես կարող տեսնել, որտեղ այդտեղ բոլորը իրար ճանաչում են, բոլորը սիրում են մտնել քո անձնական կյանք, հատկապես երբ որ քեզ շատերը ճանաչում են, Երևանում գուցե այլևս չկա, թե վայ, քանիսին եկավ, էնում մեքենայով եկավ, բայց մարզերում նման բաները ոչ սենց համատարած, բայց դեռ շատ կա։ Այսինքն, նայեք դուք Երևանում, երբ փողոցում քայլում եք, ամեն երրորդը այլևս հայ չի, հա? Տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկներ եւ այլն մարդկանց աչքը սկսում է սովորել այդ ամեն ինչին։ Մարդիկ հետո այստեղի այս խտացված գրաֆիկը թույլ չի տալիս, որ մարդիկ շատ ազատ ժամանակ ունենան եւ մտնեն այլոց կյանքը, քննարկել կամ նայել կամ չի։ Մարզերում այդպես չի։ Ցավոք սրտի այդպես չի։ Հիմա ինչքան էլ ինձ կհակադարձեն, վստահ եմ հեսա նաեւ մեկնաբանություններ կգրեն, բայց ես եմ այնտեղ ապրում ու ես գիտեմ։ Մարզերում ժամանակը դանդաղ է։ Իմ կարծիքով, որովհետև ես էլ ինչ որ չափով Արմավիրի հետ հիմա կապ ունեմ,
Թե փոքր քաղաքների առանձնահատկությունն է դա ես չգիտեմ, գուցե որ փոքր է ամեն ինչ իրար մոտ է, ինֆրաստրուկտուրաները լավն են, մարդը շատ բան է հասցնում մեկ օրվա ընթացքում անել։ Դու կարող ես եւ աշխատել եւ 2-3 տեղ հյուր գնալ, հանդիպում անել եւ այլն, փոքր քաղաքները դա թույլ են տալիս։ Ու կարծես փոքր քաղաքներում ժամանակը դանդաղ է գնում, բայց Երևանում դե սարսափելի է այստեղի խցանումների ու ռիթմի հետ դու շատ քիչ բան ես հասցնում Հա, անել։ միանշանակ, բայց էլի եմ ասում, ես շատ սիրում եմ մարզում ապրել։ Ես երբ ժամանակ եմ ունենում մեքենայով քշում եմ տարբեր գյուղեր։ Կարող եմ այդտեղ ժամերով նստել տատիկ պապիկների հետ, մի կտոր տնական թխած հաց, պանիր, չգիտեմ, վարունգ, պամիդոր ու տենց ժամերով նստեմ իրենց հետ խոսեմ։ Ամեն դեպքում մարզում այդ բարիությունը, այդ մարդասիրությունը մի քիչ այլ ձևով է ու ես դա շատ սիրում եմ, բայց իդեպ այդ դանդաղը մեզ լոռեցիներից ասում են, որ դուք շատ դանդաղ եք եւ միամիտ, հերքում եմ մենք միամիտ չենք, բայց միանշանակ դանդաղ ենք, ուղղակի այդ դանդաղությունը իմ կողքով է անցել, որովհետեւ գործի բերումով, տարբեր, չգիտեմ, ինչ որ sense գժական գրաֆիկով ապրել է, այդ դանդաղությունը իմ մեջից հանել է, մենակ խոսքից մեջ է մնացել, այն օրը վիդեոյի նկարում ընկերներս ասում են մի քիչ արագ խոսել, ասում եմ շուրջը ջան, ես չեմ կարող արագ խոսեմ, ես լոռեցի եմ, այդ իմ ձևն է այդպես, տենց մանե ջան։ Բայց դա կյանքի ռիթմ է, իմ կարծիքով։ Հարցարագի ու դանդաղի մեջ չէ, ես մի հարցազրույց եմ ունեցել այս տաղավարում եւ իմ հյուրի հանգիստ էներգետիկայից ես վարակվեցի, որովհետեւ այդ օրը շատ այսպես շտապելով եկա նկարահանման, որ հանկարծ չուշանամ եւ այլն, ու երբ որ դու շտապում ես, դու արդեն շատ արագ ռիթմի մեջ ես հայտնվում։ Դա շատ վատ է։ Դա շատ վատ է։ Քեզ ամեն ինչը թվում է, որ դու չես հասցնում, բայց հյուրիս հետ այնքան հանգիստ էներգետիկա ուներ, այսպես ես էլ դանդաղեցի ու այդ 1 ժամը նկարահանման իմ համար դարձավ մի հատ ցենց ուրիշ գերագույն հաճույք, որը վայելեցի անկեղծ։ Այս համատարած գժանոցի մեջ, այն որ դու չես հասկանում ոնց կառավարես ժամանակդ եւ այլն, այդ ուղակի 1 ժամ դանդաղ վայելել արդեն դարձել է ճոխություն։ Ուզում եմ մի քիչ էլի խոսենք լիմոնքի մասին, որովհետև այն հանրային ազդեցությունը, որը ունի մոնքը, իսկապես շատ գովելի է, շատ անգնահատելի է, ու նաև վստահաբար կան մարդիկ, ովքեր ձեզ վստահում են եւ վստահության արդյունքում են ձեզ այդպիսի գումարներ ուղարկում։ Հետաքրքիր է, որն է եղել ամենամեծ դրամահավաքը, որը արել եք եւ որը անգամ ձեզ համար է եղել այսպես շատ անակնկալ չասեմ, բայց ձեզ համար է եղել շատ զարմանալի։ Դա պատերազմից հետո արված դրամահավաքներ մեկ զինվորի համար, որը պատերազմի ընթացքում վախից արյան քաղցկեղ էր ստացել ու իրան տվել էին ապրելու ընդամենը 2 ամիս, ինձ դիմել էին, բայց ես նման դրամահավաքներ անելու փորձ չունեի, այսինքն այո, պատերազմի ընթացքում ես արել եմ դրամահավաք, բայց դա պատերազմ էր, դա ուրիշ էր, հա, այսինքն անհատապես ես այդպիսի դրամահավաք երբեք չէի արել ու խոսք էի տվել, որ ընդամենը 100,000 դրամ կկարողանամ հավաքել, որովհետև պատերազմից հետո ես դեռ տարի ու կես շարունակում էի վիրավոր զինվորների այցելել եւ ամեն մեկին մարդկանց ուղարկած փողերից 100,000 դրամ էի տանում ու այդպես այցելեցի տվյալ անձին, խոսք տվեցի, որ 100,000 դրամ կհավաքեմ եւ կբերեմ կտամ իրան ինչ որ բան կօգնի, բայց ամեն դեպքում ասեցի, իսկ ինչա պետք բան։ Ասեցին դե մեզ 200,000 եվրո է պետք, որ գնանք բուժումը շարունակենք։ Եկա տուն հրապարակում դրեցի ու չգիտեմ ինչ եղավ, այդ օրը ամբողջովին փոխեց իմ կյանքը։ 5 օրվա ընթացքում հավաքվեց 91 միլիոն դրամ։ 5 օրվա ընթացքում։ Այդ օրերին ամբողջ Հայաստանը թեգում էր ինձ եւ Facebook-ում եւ Instagram-ում ու մի անհավանական բան էր սկսվել։ Իրոք սկսվել էր համահայկական դրամահավաք ու այդ օրվանից ինձ նաեւ անվանեցին համահայկական Աննա, որովհետեւ ինձ հաջողվեց տասնյակ հազարավոր հայերի համախմբել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս ու դա Հայաստանի պատմության մեջ առանց չափազանցացնելու եղել է միակ դրամահավաքը, որին փոխանցել են 1000 դրամ, 2000 դրամ, 3000, այսինքն ասես փոքր գումարներով
ու 5 օրվա մեջ հավաքվել է 91 միլիոն։ Մենք էլի ենք արել շատ մեծ դրամահավաքներ, բայց այդտեղ եկել են, այսինքն խոշոր հանգանակություններ, չգիտեմ, 10 միլիոն կամ $5,000 կամ $10,000, բայց նման դրամահավաք, որ 5 օրվա մեջ 1000-2000 դրամով դու հավաքես 91 միլիոն, դա հետնել 5 տարի առաջ, դա անհավանական բան էր։ Ես 5 օր չեմ քնել, 5 օր հաց չեմ կերել, մենակ սուրճ էի խմում։ Իմ հեռախոսը 60 վայրկյանում ստանում էր շուրջ 150 notification։ Հայերեն այդ բառը չգիտեմ, այսինքն անընդհատ նամակներ էր գալիս։ Երբ որ բանկից գնացի քաղվածքը հանեմ, այդ դրամահավաքի, որպեսզի տանենք դեսպանատուն, մոտ ժամուկես տպում էին այդ քաղվածքները, պատկերացնեք 91 միլիոն դրամը 1000-2000 դրամով։ Ընդամենը մեկ խոշոր փոխանցում էր եղել մեր երկիչներից մեկի կողմից 400,000 դրամ, այդ դա եղել։ Մնացածը սաղ կոպեկ։ Դա եղել է իմ ամենախոշոր եւ ամենահայտնի դրամահավաքը, որի մասին ես չեմ սիրում խոսել, բայց ասեմ, որ տվյալ անձը փրկվել է, իրան տվել են ընդամենը 2 ամիս ապրելու, բայց մենք մարդկանց շնորհիվ եւ Աստծո օրհնությամբ կարողացանք հասնել նրան, որ այդ տղան ապրեց։ Չեմ կարող այս հարցը չտալ, երբ որ խոսքը գնում է մեծ միլիոնների մասին, մեծ գումարների մասին, նաև շատ մարդկային է գայթակղվել է եւ նաև չէ Աստծո պատվիրաններում էլ կա այդ ամեն ինչը, շատ մարդիկ գուցե եւ այդ գումարների մեջ գայթակղվեն, գուցե եւ ցանկությունը մեծ լինի իրենց էլ ինչ որ մի բան պահելու, հետաքրքիր է ոնց է այդ գայթակղությանը հաղթում։ Մանեթ ջան, սկսած այդ դրամահավաքից մինչ այսօրը, այսինքն մինչև հիմա, որ ես իրականացնում եմ դրամահավաքներ, ես իմ բազմաթիվ հարցազրույցների ժամանակ ասել եմ դրա մասին, ամեն դրամահավաքից առաջ ես ծնկի եմ գալիս, Աստծուն խնդրում եմ, նախ որ ինձ օգնի, որ ես կարողանամ մինչև վերջ հասնել, երկրորդը որ թույլ չտա, որ ես գայթակղվեմ, որովհետև գումարը դա նենց բան է, որ չգիտեմ, շատ վատ բան է, ինչքան էլ լավն է, նաև շատ վատ բան է, ու երրորդը խնդրում եմ, որ թույլ չտա, որ ես հպարտանամ։ Ամեն անգամ ես դա անում եմ։ Հիմա որ ասեմ ես շատ հավատքով եմ ու հենց նաև դա է ինձ պահում այդ ամեն ինչի մեջով շատ պատվով անցնել, գուցե շատերի համար տարօրինակ թվա, բայց առաջի պատճառը հենց դա է։ Փառք Աստծուն, իմ տատիկ պապիկը ինձ շատ ճիշտ են դաստիարակել, իդեպ ինձ տատիկ պապիկս են մեծացրել, ես միշտ ասում եմ դա հպարտությամբ ուզում եմ բոլորը իմանան։ Պապիկս բժիշկ էր հայտնի Վանաձորում, տատիկս հաշվապահ ու այն ժամանակ մենք բավականին լավ էինք ապրում անգամ այդ ծանր տարիներին ու որ տատիկիս ասում էին լսի ասենք այս դժվար տարիներին ինչի ես օրինակ Աննայի համար այլ երկրից կոկա-կոլա բերում։ Ես շատ էի սիրում կոկա-կոլա խմել, սա գովազդ չի ժողովուրդ ջան, ուղղակի փոքր ժամանակից, բայց հիմա էլ չեմ խմում, առողջությունս թույլ չի տալիս։ Կամ ասում էին ինչի ես 3 կոնֆետի փոխարեն 10 առնում, ասում էր ես չգիտեմ, որ ինքը մեծանա, ինչ պայմաններում է ապրելու։ Թող հիմիկվանից իր աչքը լի լինի։ Ու դա ես հիշում եմ։ Դա էլ այն շատ օգնել։ Դրամահավաքներ են եղել, որ ես արել եմ, ի սկզբանե շուրջ 4 տարի մինչև հիմնադրամը չկար, ես անում էի իմ անձնական քարտի վրա այդ դրամահավաքները։ Անգամ այդ 91 միլիոնի ժամանակ իմ աշխատավարձը նստել էր, ես չէի էլ հասկացել, որ դա աշխատավարձ է։ Սա գոլեգաներս են զանգել, ասում են աշխատավարձ ենք ստացել, հա։ Դրամահավաքներ են եղել, որ իմ անձնական քարտին ամսվա կեսին ես ունեցել եմ ընդամենը 15,000 դրամ, այսինքն այն 15 օրը ես պետք է ապրեի այդ 15,000 դրամով, որովհետև ես սովորական աշխատավարձով աշխատող մարդ եմ, սա ուզում եմ ֆիքսել, որովհետև շատ մարդիկ ինձ հաճախ դիմում են, ասում են կօգնես ինձ տուն առնել, կօգնես, չգիտեմ, վարկերս փակել, ասում են Ժորժ ջան, ես ձեզնից մեկն եմ, խնդրում եմ, հա, ու շատ դժվար է, երբ որ դու գիտես, դու ունես քարտի վրա քո անձնականը 15,000 դրամ, բայց ունես միլիոնավոր փողեր, որից անգամ եթե 2-3 միլիոն վերցնես, ոչ մեկ չի իմանալու, բայց այստեղ արդեն գալիս է
քո տեսակը ու ես միանշանակ գիտեմ, որ ինչ էլ լինի, ես Աստծո առաջ պետքա պատասխան տամ։ Եթե այդ հնարավորություն ունենամ Աստծո առաջ կանգնելու, ես պետք է պատասխան տամ։ Ու եթե այստեղ ես կարողացա ձեզ խաբել, այնտեղ չեմ խաբելու։ Իսկ ես հստակ գիտեմ, որ կա դժոխք եւ դրախտ։ Ես փորձում եմ գոնե ասում, պայքարում եմ դրախտի համար։ Հետո ես մի բան ասեմ, Վանաձորը շատ փոքր քաղաք է։ Նույն բանկի աշխատակիցները իրենք իմոնքական են, այսինքն իրենք անդադ գումարներ են փոխանցում։ Դուք պատկերացրեք, եթե ես այդտեղից անգամ 10 դրամ վերցնեի, ինչ արագ այդ ամեն ինչը կտարածվեր։ Ուզում եմ նաև այս պահը ֆիքսենք, դուք մասնագիտացմամբ հիմա աշխատում եք որպես բիզնեսի զարգացման պատասխանատու եւ որ ընկերությունում եք աշխատում։ Ես արդեն 11 տարի աշխատում եմ ՏՏ ոլորտում, ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման պատասխանատուն եմ 11 տարի, ի սկզբանե այդ կենտրոնը ստեղծվել է, ես այդտեղ եմ աշխատում։ Սկզբից տնտեսական հարցերով պատասխանատու էի, հետո այդպես գնաց առաջ ու դարձա բիզնես զարգացման պատասխանատու, այսինքն բարեգործությունը եւ իմ աշխատանքը իրարից առհասարակ շատ հեռու են ու դա իմ եկամուտի աղբյուրն է, սա ոնց ասում են մարդիկ Աստվածագոմ ինչ դրել։ Աննա, կպատկերացնեիք 10 տարի առաջ, որ դուք կլինեիք այսօր այս Աննան, այս համայնքով եւ այս հնարավորություններով։ Չէ, երբեք չէի պատկերացնի ու գիտեք, ես պատերազմից հետո շատ ինտրովերտ մարդ եմ դառել։ Իմ Facebook-ը որ նայեք, երբեք չեք ասի, որ այդպես է, բայց Facebook-ում ես ստիպված եմ ակտիվ լինել, որպեսզի էջս ակտիվ լինի ու ես կարողանամ երեխաներին օգնել, բայց իրական կյանքում ես շատ ինտրովերտ եմ։ Վանաձորում դուք ինձ երեկոյան որ քայլում եմ, երբեք չեք տեսնի, որ ինչ որ մեկի հետ եմ քայլում։ Ես անընդհատ մենակ իմ մտքերով, ինչ որ երաժշտություն լսելով, մինչև պատերազմը այդպես չեմ եղել, անընդհատ ընկերների շրջապատում։ Հիմա այս տարիներով, ոչ թե ամիսներով, տարիներով իմ հիմնական ընկերներին չեմ տեսնում։ Հա, 1000-ից մեկ եթե աշխատանքի վայրում կամ, չգիտեմ, փողոցում, բայց առհասարակ պատերազմից հետո իմ կյանքը 360 աստիճանով փոխվեց։ Ուր մնաց ես պատկերացնեի, որ ես կլինեմ այն Աննան, ես չեմ սիրում լինել հանրային մարդ։ Հիմա կասեմ, բա որ չես սիրում, ինչի ես գնում հարցազրույց տալիս եմ, որովհետև ինչքան շատ մարդ ինձ ճանաչի, այնքան շատ կիմանան իմ գործունեության մասին ու այնքան շատ ավելի երեխաներ կփրկվեն։ Իսկ մենք երբեք ոչ մեկս չենք կարող ասել, թե հաջորդը ում բալիկը կհիվանդանա։ Աստված տա, երբեք իմ նման մարդկանց կարիքը չի լինի, երբեք։ Բայց երբ որ լինում է ու դու հասկանում ես, որ դու մենակ չես, քո բալիկի կողքին հազարավոր մարդիկ են կանգնած, դա լրիվ ուրիշ բան է։ Բացի դա նաև շատ կուզեմ, քանի որ աշխատանքից խոսքը գնաց, անպայման կուզեմ խոսել սրա մասին, որտեղ հենց հաղորդման նպատակը նաև կանանց, այդ հաջողությունների մասին խոսելն է։ Պատերազմի ընթացքում ես ծանոթացա մի հիանալի անձնավորության հետ, վստահ եմ դուք էլ կճանաչեք, Մարիամը Թորոսյան, Safe You հավելվածի հիմնադիր տնօրենը, ինքին շատ օգնում էր ու այդ ժամանակ ես իմացա Safe You հավելվածի մասին, որը նախատեսված է կանանց եւ աղջիկներին բռնությունից փրկելու, օգնելու համար ու 2020 թվականից ես նաև հանդիսանում եմ Safe You հավելվածի բարի կամքի դեսպանը, այսինքն ինձ շատ հաճախ կարող եք տեսնել տարբեր մարզերում, քաղաքներում, գյուղերում, որտեղ ես գնում եմ եւ Safe You-ի իրազեկման հանդիպումներ եմ անում, որովհետեւ ցավոք սրտի, ինչքան էլ մենք դրա հետ չարերեսվենք, բայց Հայաստանում շատ բռնության դեպքեր կան։ Սա էլ ուղղակի ուզում եի ասել, ոչ որպես աշխատանք, բայց նաև կարելի ասել արդեն որպես աշխատանք, դա էլ եմ անում ձեռքի հետ։ Իրականում կուզեի բռնության թեմայից խոսենք, բայց քանի որ մեր ժամանակը եթերի շատ քիչ է մնացել, ես շատ մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ կան բռնության դեպքեր եւ այդ բռնության դեպքերը ոչ միայն կանանց նկատմամբ են, այլ նաև
այնպիսի կանանց, ովքեր հերոսներ են ծնել, հղի կանանց։ Հիմա ցավոք սրտի ես Facebook-յան հարթակներում այնքան բաներ ենք տեսնում, որ արդեն երևի մեր զարմանալու կարողությունն ենք սկսել կորցնել, բայց բռնությունը դա խայտարակ վատ բան է ու եթե կա բռնություն դրա մասին միանշանակ պիտի խոսվի, պիտի բարձրաձայնվի։ Ես միշտ այդ փորձում եմ այդ գոնե իմ փոքրիկ լսարանի շրջանակում դա անել, որովհետև բռնությունն այն բանն է, որի մասին երբ դու լռում ես, դու դառնում ես բռնությանը հանցակից։ Բռնության մասին պետք է խոսել, բարձրաձայնել բոլոր հնարավոր տարբերակներով, չգիտեմ, գուցե այս վերջերս դա էի ասում եմ, եթե տեսնում եք, որ մարդը բռնության է ենթարկվում կամ եթե հասկանում եք, որ գուցե եւ բռնության է ենթարկվում, մի հատ խոսեք այդ մարդու հետ, հարց տվեք, ոնց ես կարող եք քո մի հարցը մարդու կյանք փրկել։ Գիտեք, այ մենք խոսում ենք կանանց, չգիտեմ, աղջիկների, բայց ցավոք սրտի հատկապես վերջերս մենք տեսանք նաև, իհարկե դա միշտ ա եղել, ուղղակի հիմա շատ են հանրայնացնում ու շնորհակալություն դրա համար, որովհետև դա նպաստում է նաև ինչ որ ձև, չգիտեմ, դեմն առնել բռնության, բայց վերջերս ինչ սարսափելի տեսանք բռնության երեխաների նկատմամբ։ Նույն վեդի մանկապղծության դեպքը, դրանից 1 ամիս առաջ 1 տարեկան բալիկի սարսափելի մահը, երբ խորտ մայրը ծեծի էր ենթարկել երեխուն այնքան շատ, որ երեխան մահացել էր ու ես մի հատ հարցազրույց տեսա, որտեղ հարևանը ասում է, դե մտածում ենք երեխայա ուղիղ լացում է։ Ուղղակի լացում է, այսինքն այդ մարդկանց անտարբերության շնորհիվ 1 տարեկան երեխա մահացավ։ Սպանեցին։ Ոնց կարելի է նման բան թույլ տալ։ Այո, միանշանակ, երբ որ դու բռնության ժամանակ լռում ես, դու այդ ամեն ինչի հանցավոր մասն ես կազմում ու ոչ մի ձև բռնությունը չի կարող արդարացում ունենալ, ոչ մի ձև։ Նաև այս վերջերս այդ վեդի դեպքից հետո ես ինքս առաջին անգամ բացեցի Հայաստանի Հանրապետության բռնության մասին օրենքը եւ կարդացի եւ գիտեք ինձ բռնացրի այն մտքի վրա, որ ես շատ ցավով եմ ասում, բայց ցանկացած մարդ գոնե իր կյանքում 1 անգամ պիտի ծանոթանա օրենսդրական կարգավորումներին հասկանալու համար ինչն է հանդիսանում բռնություն եւ լինի իրազեկված, որ կարողանա որպես քաղաքացի իր իրավունքները պաշտպանել։ Ու ցավոք սրտի մեր հայերի մեջ, չգիտեմ, դա գուցե այլ ազգերում էլ կա, բայց մենք չենք սիրում օրենքներ կարդալ եւ լինել իրազեկված։ Դրա համար շատ ժամանակ են ինչ օրենքով պատկանում է մեզ, մենք չենք կարողանում պաշտպանել։ Ես երբ որ գնում եմ հանդիպումներ, ասում եմ, կարող եք ինձ ասել բռնության տեսակներ, հա։ Դե ծեծ ու ջարդը, ասում եմ, օքեյ, դա էլ է բռնության, բայց մարդիկ անգամ բռնության տեսակները չգիտեն։ Մարդիկ չգիտեն, որ հոգեբանական ճնշումները, չգիտեմ, եթե օրինակ ունեք ինչ որ մեկով վերցնում ձեր հեռախոսը ստուգում է կամ սահմանափակում է ձեր անձնական կյանքը, դա եւս բռնության տեսակ է եւ սարսափելի բռնության տեսակ։ Այդ բռնության տեսակի պատճառով լիքը մարդիկ գնում են այդ հոգեբանական բռնության, ինքնասպանության, տնտեսական բռնության, մարդիկ չգիտեն։ Այո, մենք չենք սիրում կարդալ, մենք չենք սիրում պայքարել այնքան ժամանակ, մինչև այդ ամենը չի գալիս հասնում մեզ։ Այ դրանից հետո սկսում ենք գոռալ, վայ ինձ բռնության ենթարկեցին, վայ այս կյանքը ինչքան անարդար է, բայց դրանից մի քանի ամիս առաջ, հա, դե նորմալ, ինչի սա պետք կարդամ այդ օրենք, ինչի սա պետք իմանամ, որ բռնության մի քանի տեսակ կա։ Ժողովուրդ ջան, եկեք սովորենք, որ ինչքան իրազեկված եք, ինչքան կիրթ եք, այնքան պաշտպանված եք։ Միանշանակ։ Եվ երևի այս խոսքով էլ փորձենք ամփոփել, սիրելի հայրենակիցներ, ամենակարևորը իմացեք ձեր իրավունքները, եղեք տեղեկացված, եղեք պաշտպանված եւ անկախ մի վախեցեք գործելուց, գործեք։ Լավ, մի էսպիսի հարց էլ տամ ու արդեն ավարտենք։ Քանի որ երիտասարդների, փոքրիկների հետ եք աշխատում, ինչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին, երիտասարդ աղջիկներին, ովքեր ունեն մեծ երազանքներ, ցանկություններ, ու իրենց աչքերը վառվում է գործելու ցանկությունից։ Ես երբ որ հարցը տալիս էի, անդադ մտածում եմ երազանքի մասին, հետո ինձ միշտ երբ հարցնում են, ասում են ինչ կասեք, երազեք շատ մեծ ու գնացեք դեպի ձեր երազանքը շատ հստակ ձևով, որովհետև երազանքները
իրականանալու հատկություն ունեն։ Ու նաև, ոնց ասեցի հաղորդման սկզբում, շատ եմ խնդրում ձեր կրթությանը շատ մեծ ուշադրություն դարձրեք։ Մեր ազգին պետք են կիրթ մարդիկ, իրապես կիրթ, ոչ թե ուղղակի դիպլոմ գնաց մարդիկ, այլ իրապես կիրթ մարդիկ։ Ու երբեք չդադարեք երազելուց, որովհետև այն մարդով երազանք չունի, այդ մարդը մահացած մարդ է։ Ես ունեցել եմ նման շրջան, երբ որ առհասարակ ոչ մի երազանք չեմ ունեցել, ես չեմ ապրել, ես ուղղակի գոյատևել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հաճելի եւ զրույցի եւ հրավերի համար։ Դե ինչ գործարար ալիքի եթերում 2x հաղորդաշարն էր, ես Մանե Բարեղյանն էի եւ այսօր իմ հյուրն էր Իմոնք բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աննա Հովհաննիսյանը։ Կհանդիպենք։